Ես սիրում եմ, ես ապրում, ես ափսոսում եմ, ես հպարտանում եմ, ես կարող եմ, ես արտասվում եմ, ես չեմ լինի։ Ես կուզեի դառնալ ես։ Ես ինչպես կշարունակեի։ Ես ով եմ։ Արամ Փախչյանյան։ Այո։ Այ հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահ, այո։ կրթության մասնագետ այսօր։ Ես չեմ սիրում։ Ես չեմ սիրում, երբ որ մարդիկ ստում են։ Եվ չեմ սիրում չար բաներ։ Որևէ չար բան, որի մեջ չարություն կա, ես չեմ սիրում։ Ցանկացած բանի դրսևորում, որի մեջ կա չարություն։ Անկամ եթե չարությունը կոչված է լավ բան անելու։ Օգուտ։ Ինչ որ պայքարի մեջ է դա, ինչ որ թշնամուն դու ատում ես ու չար բանով ես տոգորված, մտքերով ես տոգորված։ Իմ կարծիքով դա լավ չի աշխատում երբեք։ Դու պիտի անգամ եթե դաժան բան ես անում, անես դա տառապելով, ոչ թե չարանալով։ Տառապանք ավելի դժվար փորձառություն է, քան չարանալը, բայց չարանալը ավելի արագ է դատարկում քեզ, քան տառապանքը։ Տառապանքը քեզ լցնում է, չարանալը դատարկում է։ Այդ առումով ես սիրում եմ ամեն դեպքում մարդկանց, որոնք հոգու խորքում մնում են բարի, անգամ երբ որ կյանքը իրենց շատ տանջում է կամ տառապանքների ենթարկում։ Փաստորեն ես սիրում եմ հարցին էլ պատասխանեցիք։ Հա։ Հա, դե իրեք միշտ որ մի բան չես սիրում, դրա հակառակը սկսում ես սիրել։ Այո։ Իսկ ես հիանում եմ։ Ես հիանում եմ հերոսներով, մարդկային հերոսությամբ, համարձակությամբ։ Ձևակերպել այդ հերոսությունը շատ բարդ է այսօր։ Բարդ է։ Կասեի համարձակությամբ։ Ես հիանում եմ մարդկանցով, որոնք հաղթարել են իրենց վախը։ Որտեղ վախը միշտ կա։ Մարդ որ ձևացնում է, որ չի վախենում, թույլ մարդ է։ Ուժեղ մարդիկ խոստովանում են, որ վախենում են, բայց կարողանում են հաղթարել վախը։ Վախը բնազդ է, վախը բնական բան է, պիտի ունենաս։ Այլապես շատ վտանգված կլինես, հիմարություն կանես։ Խելամիտ պայքարը սեփական վախ է, դա մեծ ձեռքբերում է եւ կարծում եմ, որ բոլորիս այդ համարձակությունը պետք է նա կյանքում։ Նաեւ համարձակություն պետք է ունենալ հասկանալ, որ պահերին դու պետք է թույլ լինես։ Դա է դժվար։ Անշուշտ։ Համարձակությունը, այսպես կասես։ Ես ատում եմ ավելի խիստ։ Ատում եմ դաժանություն չէ, դավաճանությունը։ Այ դաժան դավաճանությունը։ Թուլիցա դավաճանությունը դեռ ներելի է, բայց գիտակցված դավաճանությունը ես շատ ծանր եմ տանում։ Բայց այսօր նույնիսկ դավաճանությունն են համարում մանևր։ Հո, դե այսօր ընդհանրապես արժեքային մեծ կորուստների մեջ ենք բոլորս ապրում ու դա վտանգավոր բան է, որովհետև որոշումներ կայացնելն է դառնում շատ դժվար։ Մարդիկ դառնում են դժբախտ։ Դժբախտ լինելը նշանակում է չգիտես ինչ որոշում կայացնես, չգիտես ինչ անես։ Երբ որ դու հստակ հասկանում ես ինչ անես, դու սովորաբար բավական երջանիկ ես քեզ կողմ։ Իհարկե։ Եվ այդ դժբախտության զգացողությունը գալիս է, երբ որ չկան հստակ ուղղորդող արժեքներ, որ դու հասկանում ես, որ սա է ճիշտ եւ դա անում եմ։ Ճշմարտության զգացողությունը ներքին քեզ միշտ լուսավորում է եւ դարձնում է երջանիկ։ Հենց որ դու դա կորցնում ես, դառնում ես միայնակ եւ դատարկության մեջ եւ չկա ոչ մի բան, որ քեզ տանի դեպի այն ընդհանրական ասած փրկություն բառը, հիմա դա կարող է փրկել այդ վիճակից, փրկել սեփական եսից, փրկել դժբախտությունից, փրկել մենությունից, փրկել սիրո պակասությունից, բայց այդ փրկվելու ճանապարհը միշտ ինչ որ առավոտյան արթնանալ եւ իմանալ, որ դու ինչ-որ բանի համար ապրում ես, կա ինչ-որ բան, որ քեզ համար շատ կարեւոր է։ Հենց որ այդ կարեւոր բաների քանակը նվազում է, դու դառնում ես դժբախտ մարդ։ Իմ կարծիքով մարդկությունը ընդհանրապես հիմա շատ ավելի դժբախտ է, քան այն դարերում, երբ որ մենք բոլորս ընկած էինք մեր սեփական արժեքների ձեռը որպես պատանդ։ Այսինքն միջին դարերում այդպես էր համարվում։ Չէ՞, մենք լիքը բաների հավատում էինք, շատ հաճախ միգուցե անգամ սխալ էինք հավատում, բայց հավատում էինք ու զարմանալիորեն մարդիկ այդ դեպքում ավելի երջանիկ էին, կամ հիմա այդ երբ որ ոչինչի չեն հավատում, ամեն ինչ ընդհարկում ենք քննադատական վերլուծության, բայց արդյունքում չկա որևէ բան, որ մեզ համար կարևոր է։ Նիհիլիստական, ժխտողական բանի մեջ ենք ընկել, հիվանդության մեջ ենք ընկել։ Ուստի ես ուզում եմ։ Ես ուզում եմ, որպեսզի շրջապատված լինեմ մարդկանցով, որոնք ինձ վստահում են եւ որոնց ես վստահում եմ։ Եվ մենք
իրար հետ միշտ մի լավ բան անենք։ Այդ դա իմ համար ամենացանկալի վիճակն է։ Ես այդ վիճակում պատրաստ եմ ամեն ինչի։ Ամենալավ վիճակն է։ Երբ որ դու միշտ կան քո շուրջ մարդիկ, որոնց հետ դու ունես փոխվստահություն եւ համատեղ գործելու մեծ ցանկություն։ Ես չեմ ուզում։ Չեմ ուզում մնալ առանց սիրո։ Այո։ Ես ուզում եմ միշտ լինել, ես չեմ ուզում հայտնվել վիճակում, որ չկա սեր։ Դա իմ համար ամենադաժան վիճակն է։ Ասենք ես բանտում ավելի մեծ կամքով կհայտնվեմ, իմանալով որ մեկը ինձ սիրում է, քան մի օր լինեմ ազատ եւ հարուստ եւ ապահով, բայց իմ կյանքում չլինի սեր։ Ես ափսոսում եմ։ Ես ափսոսում եմ այն բոլոր օրերի համար, որոնք անցել են ապարդյուն։ Դա իմ հիմնական ափսոսանքն է։ Ես կարող եմ։ Ես կարող եմ։ Այո, թվարկեք։ Ես կարող եմ վաղը ավելի լավը լինել։ Իրոք։ Այո։ Դա իմ հիմնական հավատն է։ Ես հավատում եմ նրան, որ ամեն օր ես կարող եմ ավելի լավը լինել, քան նախորդ օրը։ Ու դա երևի ամենագլխավոր շարժիչն է իմ կյանքում, ինձ առաջ տանող բանն է։ Ես չեմ կարող։ Ես չեմ կարող։ Դա մի հարց է, որի պատասխանը պետք է չփնտրեմ։ Այո։ Բայց երևի կան բաներ, արդեն ես հասկացել եմ, որ ես չեմ կարող։ Օրինակ ես չեմ կարող լինել տեզերագնաց։ Այո։ Որովհետև ես մի քիչ վախենում եմ փակ տարածքներից։ Դա ժամանակի հետ եկավ, չգիտեի, նախկինում չունեի նման խնդիր, բայց դա ինչ-որ մի պահ եւ մաշինչարության ինչ-որ խնդիրներ սկսեցին, երևի քաշ էի հավաքել կամ նման մի բան, ու արդյունքում մոտս դա հիմա ես հասկանում եմ, որ եթե ես նստած լինեմ այս սկաֆանդրի մեջ պարփակված փոքր տարածքում, ես կարող գժվեմ։ Մի բան չեմ կարող։ Ես հպարտանում եմ։ Ես չեմ սիրում հպարտանալ, ես հպարտանում եմ միայն այն մարդկանցով, որոնք ինչ-որ բանի են հասել եւ որոնց ես շատ սիրում եմ, ինչ-որ պատճառներով։ Այդ դա դրանով ես կարող եմ իմ երեխաների, իմ ընկերները, իմ դպրոցի աշակերտները, մարդիկ, որոնց հետ ես աշխատում եմ, այդ բոլոր մարդկանցով ես հպարտանում եմ, բայց անձնական հպարտության բան ես զամանալուն երբեք չեմ ունեցել։ Ես կուզեի դառնալ։ Ես կուզեի դառնալ, օրինակ գրող։ Գրող։ Մեջս կա այդպիսի ցանկություն ճիշտն ասած, եւ մտածում եմ անգամ չեք փորձել։ Մեծ ֆորմատով ոչ, երբեք սյունակներ վարել եմ, նման բաներ արել եմ, բայց որ ասեմ, այսպեսի լուրջ գիրք գրեմ, դեռ չեմ գրել, ու դա այն մարտահրավերն է, որի առջև կանգնած եմ, մտածում եմ դրա մասին անդադ։ Անգամ թեման կա, գիտեմ ինչ մասին պետք է գրեմ, պատրաստվում եմ, տրամադրվում եմ, միգուցե մի օր դառնամ գրող։ Ես կուզեի ճաշել, ընդգրկեք ողջ մեր իմացական դաշտը, մեր թվարկությունից առաջ առ այսօր ողջերը։ Զուտ մոտ հուզական բան կա, ես կուզեի ճաշել Ռուբեն Վարդանյանի հետ, որտեղ Ռուբեն իմ ընկերն է եւ իր կորուստի իմ համար իսկ այս բան իրան կորցրած եմ զգում։ Ես հույս ունեմ, որ կվերադառնա, շատ մեծ հույս ունեմ, բայց ինձ համար ցավալի է։ Ես կուզենայի իր հետ ճաշել, դա թիվ 1-ն է։ Եթե այդ մի հուզական պահ հանենք անձնային, երևի երկրորդը ես կուզեի ճաշել երևի մեր հայ իրականության մեջ երևի Կոմիտասի հետ։ Ինձ համար կինը եւ պետք է շարունակել։ Ինձ համար կինը երկրորդ մասն է իմ։ Այն որոնվող, փնտրվող, հա։ Այո, ես առանց կնոջ կին երևույթի իմ կյանքում ինձ չեմ պատկերացնում։ Իմ պատկերացմամբ մարդիկ այնպես են ստեղծված, որ իրենք կիսամարդ են, քանի դեռ չեն գտել իրենց հակառակ կողմը, չեն միավորվել։ Ու դա իմ գաղափարը չի, բնականաբար։ Բայց այդ գաղափարի ակտիվ կողմնակիցներից եմ, ջատագովներից եմ։ Մարդը գիտակցում է, ինձ թվում է ամբողջ Ադամի եւ Եվայի պատմությունը դրա մասին է, թե ինչ բարդ է ունենալ այդ երկրորդ մասը եւ որքան նաեւ հեշտ է դրա արդյունքում կորցնել դրախտը։ Ինչքան դժվար է այն վերադարձնել։ Մի խոսքով, հետաքրքիր է։
Ես երազում եմ։ Ես երազում եմ Ես երազում եմ, որ մի օր արթնանամ եւ իմանամ, որ այն բոլոր վտանգները, որ կարճած են մեր գլխին, իրենք չկան այլևս։ Ես չեմ մոռանա։ Ես չեմ մոռանա։ Դե ես կարծում եմ, որ պետք է իմ համար, գոնե ես իմ համար եմ ասում, ես չեմ մոռանա այն ամենը, ինչը ինձ կարևոր դասեր է սովորեցրել։ Եվ առաջնահերթորեն այն, ինչը եթե ես մոռանամ, ասենք այն կորուստները, որ մենք ունեցանք, այն անձնական մեծ սխալները, որ ես գործել եմ իմ կյանքում։ Եթե հանկարծ դա մոռանամ, ես այդ ամենը իսկապես կդարձնեմ կորուստ։ Որտեվ քանի դեռ դու դա չես մոռացել, իմ խոր համոզմունքով դու դրանից դաս ես քաղում ամեն օր։ Ես չեմ ների։ Ես ամեն ինչ ներում եմ։ Չկա մի բան, որ ես չեմ ների, ես կարող եմ ինչ մի բան չներել, բայց այլ մարդկանց ամեն ինչ ներում եմ։ Որովհետև ես կարծում եմ, որ եթե դու չես ներում եւ մեջդ պահում ես այդ, չգիտեմ, բառը, չգիտեմ, ինչ ես պահում, որ չես ողը, օրինակ։ Այո, հա։ Արդեն սարսափելի է, չէ՞։ Հա, այն ինչ որ մեջդ առաջանում է, երբ որ դու չես ներում, դա թույն է։ Ես ստել եմ։ Ստել եմ։ Այո։ Բազմիցս։ Այո։ Օրինակ։ Կան փոքր եւ մեծ ստեր։ Անշուշտ։ Փոքր ստեր ես միշտ եմ թույլ տալիս ինձ։ Եվ ինքս ինձ ներում եմ, որտեղ համարում եմ, որ դրանով ես ավելի քիչ ցավ եմ պատճառում մարդկանց։ Մեծ ստեր եղել են թուլությունից։ Հիմա իմ ամենաառաջին հենց ես որ հիշում եմ հստակ սուտը, որ մի անգամ ինքս ինձ օրագրքում բանի բարձր գնահատական է դրել 5 է դրել երրորդ դասարանում ես ստորագրել եմ ուսուցչու ստորագրության կարմիր գրիչով եւ օրագրում եւ ինձ բռնացրել էր ուսուցիչը հա բնականաբար ահա որ է դե դա բնական է դա չէր գնալու մատյան չէր դառնալու գտա դա մայրիկիս համար որ մայրիկս մի չուրախանար բայց մայրիկս բնավ չուրախացավ կասկածեց հարցրեց ուսուցչուն ասաց որ չէ ես նման գնահատական չունեմ դրած եւ ես ստացա իմ պատիժը թուլությունից, որովհետև ուսուցչուհին ինձ ատում էր եւ անդադ ինձ ցածր գնահատականներ էր դնում, չէ սիրում ինձ։ Չէ սիրում, որովհետև իրեն պարտադրել էին ինձ վերցնել իր դասարանը, իսկ նա քանի որ էլիտար ուսուցչու էր քաղաքի էլիտար դպրոցում, նա պետք է որոշի ով պիտի լիներ իր դասարանում։ Իսկ իրեն ոնց որ ինչ որ տենց ստիպեցին, որ ինձ վերցնեն եւ դա իր համար եղավ որոշիչ։ Նա որոշեց, որ ինձ պետք է նսեմացնի ամեն օր։ Ինչը ինձ շատ օգնեց լինել ամուր եւ կամային հատկանիշներ զարգացրել։ Բայց նաև այլ որոշ խնդիրներ ինձ մոտ առաջացան միջեմական։ Ես դրանց հետ պայքարում եմ, շնորհակալություն իմ ուսուցչուն։ Ես արտասվել եմ։ Ես արտասվել եմ, իմ արտասունքները հիմնականում հուզմունքից են գալիս, շատ հուզական են։ Այո։ Ֆիլմեր նայելուց, բայց վերջերս չեմ նայում, ճիշտ ասած կինոյից մի քիչ հոգնել եմ, ընդհանրապես կինո չեմ նայում, բայց ինչ որ պահեր կյանքում, ասենք մեր շրջանավարտների հաջողություններից, ինչ որ զարմանալի գործերից իրենց մի անգամ արտասվում եմ շատ արագ։ Դե իհարկե շատ հարազատ մարդկանց կորուստներից։ Որ ասեմ, որ արտասվում եմ ինչ-որ այլ բաներից չէ սովորաբար։ Ես կարոտում եմ։ Ես կարոտում եմ։ Դե առաջինը ես հաճախ կարոտում եմ իմ երեխաներին, երկուսն է Հայաստանում չեն։ Մեկը ապրում է Դանիայում, մյուսը սովորում է հիմա Բելգիայում։ Ես կարոտում եմ ահավոր։ Ընտանիքից մեծ ընտանիքից եւ իմ ընտանիքից շատ հաճախ իրար չենք լինում, կարոտում եմ, դա էլ է բնական, ասենք եղբորս, կնոջս։ Բայց եթե այսպեսի ինչ որ անընդհատ կարոտի մասին խոսեմ, ապա ես երևի կարոտում եմ զարմանալի բան եմ ուզում ասեմ, բայց ես կարոտում եմ
քանի որ կրթությամբ եմ զբաղվում, ես կարոտում եմ այն ժամանակները, երբ որ դպրոցում լինելը ուրախություն էր։ Երբ որ, ասենք, դպրոցները մի այնպիսի տեղ էին, որտեղ մի յուրահատուկ մթնոլորտ էր։ Ես որ հիմա մտնում եմ դպրոցներ, անդադ փնտրում եմ այդ մթնոլորտը։ Ու դա ոչ թե նոստալգիկ վիճակն է, որ իսկականացի ես չեմ սիրում, այլ ավելի շատ այն մեծ ցանկությունը դա հետ ունենալ, հետ վերադարձնել, որպեսզի մենք դառնանք ազգ, որը սիրում է, իրապես սիրում է սովորել։ Կյանքը շարունակեք։ Կյանքը դա մի բան է, որ մեզ տվել է Աստված։ Ես իմ դա խորը համոզմունքն է, դա մերը չէ, մենք չենք դրան տնօրինում, մենք ուղղակի ժամանակավորապես պատասխանատու ենք նշանակված մեր սեփական կյանքի։ Եվ այդ առումով պետք է անենք ամեն բան, որ այն լինի իմաստավորված, այն լինի, այն ծառայի բարուն եւ լավ նպատակներին։ Դա ինչ որ առումով իմ կյանքի առաքելությունն է, ես այդպես եմ համարում, իմ կյանքի առաքելությունը բարությունը շատացնելն է աշխարհում։ Ես ամաչել եմ։ Ամաչել եմ իմ թուլություններից միշտ։ Ես սովորաբար այն ինչ որ ինձ մոտ ամոթ է առաջացնում, ես ընդհանրապես ամոթի մշակույթը չեմ սիրում։ Հա։ Ես չեմ սիրում, երբ որ մարդկանց ամաչացնում են։ Ինձ թվում է ամոթի մշակույթը։ Ինչ որ այդ խարան է, էլի։ Հա, չէ՞։ Լավ բան չի, դա ոնց որ երկակի ստանդարտներ մտցնելու միջոց է։ Կարող է դա ճիշտ է կամ սխալ, բայց ամոթ է կամ ամոթ չէ, դա տարբեր բաներ են։ Ես կարծում եմ, որ մենք որպես ազգովի պետք է մի քիչ այդ ամոթից հրաժարվենք։ Բայց ամեն դեպքում, եթե մի բան կա, որի համար ես ամաչում եմ, դա այն պահերն են, որ ես թուլություն եմ ցուցաբերել։ Ինչ որ բան չեմ արել, որ պետք է անեի։ Իսկ հիմա կարող ենք ցանկությունը վերածել թվերի։ Ինչքան ուզում եք, ինչքան որ անհրաժեշտ է։ Ինձ անհրաժեշտ է այսքան գումար։ Այս բանին ինձ անհրաժեշտ է մոտավորապես 30 միլիոն դոլար այդ դպրոցի նոր մասնաշենքը կառուցելու համար։ Եթե ունենայի, միանգամից կտայի դպրոցի կառուցման։ Բավարար է 30 միլիոնը։ Այս մոտավորապես բայց տեսեք, էլ վերև ներքև չկա։ Իմ հիշողությամբ, ես հիմա ճշգրիտ թիվը չեմ հիշում ճարտարբանի վերջնական, իրականում հաշվարկն է արարված չի, կոպիտ հաշվարկ է, որովհետև այս փուլում մենք դեռ բանակցում ենք ճարտարապետական ընկերության հետ։ Մոտավոր հաշվարկով ինձ պետք է 30 միլիոն դոլար, որովհետև նախնական գնահատականը թե շենքը որքան կարժենա, մոտավորապես այդպեսին է։ Ես 20 տարի հետո։ Ես 20 տարի հետո ուզում եմ մնալ երիտասարդ։ Ինձ համար երիտասարդ մնալը զուտ արտաքինի հարց չի, արտաքինով դե բնավ ոչ մեկս չեն կարող երիտասարդ մնալ։ Իմ կարծիքով երիտասարդ մնալը դա հոգեվիճակ է, որը մարմնի հետ անմիջական կապ չունի։ Դա քո մոտեցումն է կյանքին, քեզ, քո ցանկություններին, քո ապագային, քո անելիքների ընկալման եւ այդ անդադ սովորելու ցանկությունը, որ արթուն է մնում մարդու մոտ։ Այդ դեպքում քանի տարի կուզեի կապրել։ Գիտեք, հետաքրքիր ձեզ բան ասեմ։ Ես կարծում եմ, որ մահացողի համար միևնույն է, երբ կմահանա, որտեղ մահանալու պահին նա առավելևս էլ չի ապրի։ Այդտեղ միայն երկու հանգամանք կա, որպես քրիստոնյա ես ամեն դեպքում ուզում եմ պատրաստ լինել Աստծո առջև կանգնելու, եւ դա մի քիչ այս պահին ոնց որ ներքուս պատրաստ չեմ, ես դեռ աշխատանք ունեմ անելու ինձ վրա, եւ խնդրի որ Աստված ինձ մի քիչ ժամանակ տար։ Բայց այդ Աստված ոչ չի որ ժամանակ է եկել է, ինչ, ուրեմն եկել է, ուրեմն պետք է գնամ կանգնեմ իր առջև։ Ով է ձեր հարևանը։ Ես ապրում եմ մի տանը, որտեղ ապրում են իմ ազգականները։ Մայրիկս, հորաքույրս։ Չէ, բայց պատից այն կողմ։ Մեր տնից դուրս հարևանները տարբեր կան մարդիկ։ Ծանոթ եք։ Ոմանց հետ ծանոթ եմ, լավ ծանոթ եմ, փոքրուց։ Հին թաղ ենք Այգեստանն։ Այդ հրաշալի զգացողություն է, չէ։ Հա, մարդիկ կան, որ սերունդ է սերունդ։ Այո, մարդիկ կան, նոր մարդիկ են համեմատաբար, օրինակ մի կին կա, երկու երեխաներ հետ ապրում է մեր հարևանությամբ։ Վերջերս լավ ծանոթացանք, որտեվ ինչ որ բաներ պատահել իրենց կողպեկին, դուրս էր մնացել, փորձեցիր իրեն օգնել, վերջը լավագույն ինչ որ կարողացա իրեն հատկացնել, սանդուղք, որ բարձրանա, մտնի պաշկամբով մտնի տուն երեխաների հետ,
Հետո իրենք կարողացան եղբայրը կա, որ բժիշկ է եւ խնդիրը լուծեց։ Այդպես իրենց հետ ծանոթացան, նոր էին եկել ընդամենը երևի մի կես տարի։ Հա, բոլորին քիչ թե շատ ամենամոտ հարևաններին բոլորին քիչ թե շատ ճանաչում ենք, բայց ճիշտն որ ասեմ, ժամանակակից կյանքը փոխվել է։ Երբ որ ես երեխա էի, մենք այդ շփումը շատ անմիջական էր։ Մենք գնում գալիս էինք, իրար տեսնում էինք, խոսում էինք, բան երեխաներով խաղում էինք իրար հետ։ Հիմա արդեն այդպես չի։ Ասենք իմ երեխաները, որ եկել են, ապրել են, մեծացել են մեր տանը, համարի չեն շփվել հարևանների հետ։ Մշակույթը փոխվել է։ Դա ցավալի է։ Ես համարում եմ դա կորուստ։ Այո։ Ընծաների ժամանակն է, գիտեք, մենք ընծաներ ենք պատրաստել ձեզ համար։ Այո։ Մեր գործընկերոջ Կարաս գինիների կողմից Կարաս ռեզերվ։ Շատ շնորհակալ եմ։ Սա կարծում եմ, որ ասենց միանշանակ այսօրվա հիշողության եւ նոր բույրերի, նոր սեղանակիցների հետ միասին, իսկ այս մի ընծան մեր գլխավոր հովանավորի կողմից է պատրաստված, որի հեղինակը արտիստ Տիգրան Համալբաշյանն է։ Սա հատուկ պատրաստված է ձեզ համար։ Վաու։ Ուսումնասիրելով, նայելով, պրպտելով ստեղծել այսպիսի մի կոլաժ, դիմանկար դժվար է ասել, բայց այն, ինչ որ կարծես թե դուք եք կամ ձեր շուրջը։ Սարմանահրաշ։ Հա, ինչ կարծիքի եք։ Հա, ես դեռ երկար նայելու բաներ կլինի, երբ հայտնաբերելու։ Գոնե փաստացին այն է, որ ես շատ եմ սիրում օդագնացություն, ես տեսեք, հա, պատրաստվում եմ օդաչու դառնալ։ Արդեն։ Հա, ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Դեռ որ բանի վրա եք, տրենաժորի վրա եք։ Մի անգամ արդեն փորձնական թռել եմ, բայց շարունակելու եմ դա ու զուգահեռ պետք է քննություն հանձնեմ, իրավունք ստանամ, որ կարողանամ ինքս արդեն ինքնուրույն օդ թռնել։ Դրա ոգևորություն հաստատ ունեմ։ Կանանց մասին խոսեցինք։ Ռոքի արտություն սիրում եմ, Queen-ի ամենասիրած խմբերից մեկն է, այնպես որ իսկապես շատ բաներ համընկնում են շատ լավ։ Դե ձեր պատերից մեկը կարծում եմ։ Այո։ Շատ լավ հանգրվան կգտնի այս նկարը։ Շատ հաճելի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Converse բանկի պրեմիում մասնաճյուղի հաճախորդների ֆինանսական ուղեկիցը կդառնան անհատական մենեջերները։ Նրանք հաճախորդների սպասարկումը կիրականացնեն ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն ռեժիմով։